Հիմա մեր վետերան 3 պատերազմ մասնակցած աղվան պապիկին շնորհավոր եմ։ Վարդենյանց Լեռնանցք ենք հասնում ընկերներ եւ սա արդեն պետք է լինի զգուշացում, որ մենք գնում ենք Մարտունա աշխարհ, Գեղարքունյաց աշխարհ են գնում, իսկ ավելի կոնկրետ գնում ենք Ծակքար գյուղ են գնում, մեծ աղբեր ունենք, այս հորացանունն է եւ իր հարազատները Ռուսաստանից որոշել են նրան ուրախացնել, մենք էլ մեծ սիրով գնում ենք այդ ամենը կազմակերպելու եւ հասանք արդեն այն հատվածներին, որտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Գարնանային Վարդենյանց Լեռնանցքն է մեր կադրերում եւ սա այն Լեռնանցքն է, որտեղով անցնելիս դու ուղակի սարերի միջով չես անցնում, այլ անցնում ես պատմության միջով, որովհետեւ սա ունի շատ մեծ հսկայական հզոր պատմություն եւ կարելի ասել հենց այս Լեռնանցքում է առաջին անգամ հիմնվել ցանցային հյուրանոցային բիզնեսը Օրբելյան Չեսարի Իջևանատունը, որին մենք շուտով կհասնենք, բայց մինչ հասնելը խնդրում եմ տեսեք ու վայելեք այս գեղեցիկ տեսարանը։ Սա աշխարհում ոչ միտեղ չես կարող գտնել։ Միայն այստեղին է բնորոշ մի կադրի մեջ 10 գույն եւ ամեն գույնը իր նշանակությունն ունի։ Շատ հարուստ տեղանք է սա։ Այս սարերը իրականում իրենց մեջ ապագայի էներգետիկան են պարունակում, անցյալից եկել հասել են մեզ ու մինչև հիմա հարուստ են։ Հենց այս սարերի համար իմացել ենք գցում, որովհետև այս սարերի մեջ կա ուրան, իսկ ուրանը, ինչպես հայտնի է բոլորիս, ապագայի միակ եւ հաստատուն էներգետիկ աղբյուրն է։ Հետևաբար Հայաստան աշխարհը հիմա կմտածեք ինչ է բոլորին հետաքրքիր, իմացեք ես դրա համար առաջինը, որ ուրանով հարուստ են մեր լեռները, սրանք լեռների խորքերից խոսացի, իսկ արտակնապես ուղակի հրաշք են, գեղեցկություն։ Հիմա ընկերներ, աչից Վայոց ձորի հովիտն է։ Տեսեք Քարագլուխ գյուղն է, Աղնջաձոր գյուղը եւ այդտեղից ձգվում է դեպի Արփայի հովիտ։ Ուղղակի հիանալի է այս պատմամշակութային միջավայրը բնության մեջ միշտ մնալու է։ Եվ բոլոր պատմիչներն էլ, բոլոր ապագա պատմիչները պետք է ուզած նշեն, որ հենց Վայոց ձորի եւ Գեղարքունյաց աշխարհի այս խաչմերուկը միշտ եղել է ու լինելու է, որովհետև այն կարևոր ստրատեգիական դեր ունի ամբողջ աշխարհում, իսկ հիմա եռասարն է մեր կադրերում։ Եռասարը վաղուց կա եւ այն գնալով ավելի է խորացնում իր գեղեցկությունը եւ նշանակությունը։ Այն կապ ունի մայր հողի հետ։ Հիմա մենք շնչելով բույրը ընկերներ գնում ենք դեպի Ծակքար, հիանում ենք այս բնությամբ, ասեմ ձեզ մինչ այստեղ հասնելը տրամադրությունս այդքան էլ լավ չէր, բայց հենց եկանք ու հանդիպեցինք այս բնության հրաշքին, նորից վերապրեցի իմ նախնիների հզոր էներգետիկան, հզորացա եւ գնում ենք Ծակքար։ Ծակքար գյուղը ընկերներ Գեղարքունյաց աշխարհի գյուղերից մեկն է, որը շատ գեղեցիկ է եւ գյուղը իր անունը ստացել է ընդամենը մի տեղանունի պատճառով, այնտեղ կա մի սիրուն տեղ, մենք Ծակքար գնացել ենք, նկարել ենք այդ սիրուն տեղը, սար է, բանը, տես գետի վրայով կարծես արհեստաբնական կամուրջ լինի ու տես Ծակքարը արանքով գետն է հոսում, նկատենք ձնհալի հետևանքով ջրվեժներ է առաջացել, հիմա քաշեմ ստե կանգնեմ, որ նկատենք էլ նկարի այն ջրվեժը, տեսեք ընկերներ ինչ գեղեցիկ է, այս ջրվեժը տարին լինում է միայն այս եղանակին, վերև Վարդան, վերև ապրես, այս ջրվեժը նկարի։ Վարդան հիմա ձեզ ցույց է տալիս այն ջրվեժը, որը սեզոնային գալիս ու գնում է, բայց այն բացատն էլ նկարի, շատ սիրուն է։ Բացատը տես ինչ սիրուն է։ Ինձ թվում է շուտով ընդ այգի կհիմնեն, դրա կողով էլ ինչ-որ բան է իջնում, այդպես ձունա, թե էլի գետա կա։ Հա, բացատ է, այն է։ Դե բաներ, մոտիկաց շուտով երևա։ Տեսեք ընկերներ, հրաշք ուղղակի, բնության հրաշք, որը ունի սեզոնային բնույթ, կրում է սեզոնային բնույթ եւ հենց այս տարվա այս եղանակին կարող է գալ ու հիանալ։ Իսկ հիմա նկատենք, որ սարերից արդեն նահանջում է ձյունը, այսինքն դա նշան է, որ Գեղարքունյաց աշխարհում սարերի գլխին նույնպես գարուն է գալիս եւ մենք այս տարի որոշել ենք անպայման բարձրանալ Արմաղան ու հենց Պորշով այս անգամ հաստատ, որովհետեւ անցած ժամանակի խնդիր ունեինք, որ գնացինք Մադինա, այնտեղ հավաքույթը ուշ տեղի ունեցավ, Ժորժ մեծ աղբերը ուշ եկավ իր թիմով, դրա համար չկարողացանք բարձրանալ, թե չէ հաստատ բարձրանալու էինք։ Մի խոսքով սպասեք այս տարի լիքը լավ տեսանյութերի մեր մասնակցությամբ, մեր մտածելակերպով եւ տրամաբանությամբ ու մեր բառերով։ Այնպես որ ով սիրում է մեր հաղորդումները, լայքեք, բաժանորդագրվեք, գերեք մեկնաբանություններ, որ իմանանք ինչքան շատ եք սիրում, որովհետև ես ձեզ մի գաղտնիք ասեմ, մեր
նկարահանումները մեր շարժուձև առհասարակ տարբերվում են մնացածից ու չփորձեք համոզել, որ նման մարդ կա, էլ չկա, մենակ մենք ենք, գլուխ գովալ բան չի, ուղղակի մենակ մենք ենք ու մենք ուզում ենք, որ մեզ բավականաչափ ուշադրություն դարձնեք։ Հիմա աչից տեսեք բնակեր գեղեցիկ տեսարանը եւ իհարկե սա եղել է Բերթա քաղաքանման տեղ, այնտեղ նույնպես կբարձրանանք մի օր, հիմա հələ որ հիանալով անցնենք միայն եւ տեսեք նրանից ձախ ինչ գեղեցիկ ձորակ է, տարբերվող, շատ սիրուն։ Կարծես մի հզոր նկարիչ նստած ու նկարած լինի Վարդենյանց Լեռնանցքի բոլոր անկյունները։ Հզորություն է, ասֆալտը այս տարի երևի կանեն կացարագրի մեջ, այս հատվածը կգեղեցկացնեմ, որ ավելի հարմարավետ գնանք, ոչ թե թրվռալով, տեսնենք ինչպես կստացվի։ Այս ճանապարհի կողքերին շատ կա Մետաքսի մեջ ճանապարհի ժամանակ կառուցված կամուրջներ, որոնցից մեկը ահա տեսեք, սա է, ու կան նման լիքը կառույցներ, այս երկայնքով մեկն էլ հեսա, պետք է բոլորը ցույց տանք, հա, նրանք կան ու չգիտեմ ինչ պահպանության տակ են, բայց այնպես չի, որ կոնկրետ զգացվում է, որ ընդ նշումներ են արել, որ տուրիստներ անցնելու ստենան օրինակ, իմանան, որ այստեղ ասես բաներ կան, էլի։ Տես, կարծես մեկը մտածված հողի վրայի շերտը հանած լինի, որ մայր հողի գեղեցկությունն ու գունառատությունը ցույց տա մեզ։ Դե ինչ ընկերներ գնանք առաջ, էլ տեսեն ինչ տիուն ժայռերա։ Հեսա սեզոնը մոտենում է, արդեն կբերեն մեղուներն էլ կտեղադրեն, այստեղ հենց մեղուներ են լինում։ Մեղուների աշխատասեր սեզոնին բերում են էլի մեղուներին ու ստեղ տեղավորում, որ Վարդենյանց Լեռնանցքի դարերի համն ու հոտը տանեն լցնեն մեղրի մեջ։ Բոլորովին վերջերս հանդիպեցինք մի պապիկի, ով արտավազդ պապիկը, ով լավ տեղյակ է Վարդենյանց Լեռնանցքին, նա մի ուշագրավ պատմություն պատմեց մեզ, որ այստեղ եղել է, ինչով է Վարդենյանց Լեռնանցքը նաև առանձնանում իր տեսակով Մետաքսի ճանապարհի այդ բարդ հատվածներից, սա տեսնում եք, որ թեքությունը շատ է։ Ասում է եղել են մոտավորապես 15 կայաններ այն ժամանակվա տեխնոլոգիաներին համահունչ, ամեն կայանում եղել են ձիեր ու եզներ, որոնք բարդ եղանակի պայմաններում, երբ որ ձյուն է եղել եւ դժվար է եղել մագլցել, այդքան բեր տեղափոխելը, այդ կայանները չվանների եւ հատուկ սայլերի օգնությամբ ծանր բեռները ստորոտից քաշելով բարձրացրել են մինչև վերև 15 կայանների շնորհիվ այդ բարդությունները հաղթահարվել են, այսինքն մարդիկ առևտրականները ում բեռները որ ծանր են եղել, ինչ որ գումարի, ինչ որ ոսկու դիմաց, նրանք օգնել են, որ շատ հեշտ այս բարձունքը հաղթահարեն ու իրանց կենթանիներն էլ շատ նագրուսկա ոնց որ այդպես ծանրաբեռնված չմնան, էլի։ Ու այդ պայմաններում ահագին լավ զարգացած ինֆրաստրուկտուրա է եղել, որը օգնել է ճամփորդներին հենց ընտրել այս ճանապարհը։ Հետևաբար դա մեր նախնիների եւս մեկ փայլուն վարքագիծն է եղել, տեխնոլոգիան է եղել, որը որ օգնել է օտարներին գալու այստեղով անցնել։ Ահա կադրեմ հիմա Օրբելյան Չեսարի Իջևանատունն է, որը աշխարհի մասշտաբով ամենահներից է, եթե ոչ հինը, հյուրանոցային բիզնեսի ամենահին պրոտոտիպն է, էլի։ Պրոտոտիպ ոնց է բանում հայերեն։ Նախատեսքն է, էլի, ոնց որ այլ ինքը հենց առաջիններից է։ Մի խոսքով, այս ամեն ինչը տեսնելով Եվրոպայում եւ մնացած տեղերը արդեն որոշել են, որ կարելի է հյուրանոցային ցանց կառուցել, որովհետեւ Օրբելյան Չեսարը մի քանիսն է ունեցել, այս մեկը չի եղել մենակ, ու ինքը սովորելով ճիշտ կառավարել այդ բիզնեսը, այդ գործը, ունեցել է շատ ու կարողացել է գլուխ անել։ Այնպես որ այս Լեռնանցքով անցնելուց այդ ամեն ինչի մասին պետք է իմանաք, որպես հայ, որպես մեր գենի կրող, պետք է իմանաք, որ պատմեք սերնդեսերունդ մեր պատմությունները գնան, որովհետև փորձը ցույց է տալիս, որ շատ անգամ պատմություն գրողները, փողով գրողներ են եղել, ինչ ասել են, ինչ պետք է այդ են գրեն, մնացածին ուշադրություն չեն դարձրել, մնացածն էլ մնացել է հասարակ ժողովրդին, որ իրար պատմելով տենց փոխանցեն այդ պատմությունները։ Հետևաբար
մեր պարտքն է իմանալ ու տարածել ինչքան կարող ենք, որ մեր թորներին պատմենք, էլի պատմենք թորներն էլ իմանան, հետո թորներ իրանց թորներին ու տես դարերով գնա այդ պատմությունները, որ մենք մեր հողը լավ ճանաչենք։ Իսկ ճանապարհը, որը որ նախատեսում են կառուցել ընկերներ Վեդի կողմից, որ պետք է կառուցեն, հենց այս կողմերն է, այսինքն Արարատի մարզը կապեն Գեղարքունիքի մարզի հետ ուղիղ ճանապարհով, որը որ շատ գովելի ու շատ լավ նախագիծ է, որի մասին ես շատ շուտ խոսել եմ, մի 3 տարի առաջ, 2 տարի առաջ մինիմում խոսել եմ, ասել եմ, որ պետք է դա, ինչի համար, որտեղ իմ գործի բերումով եղել է դեպքեր, որ մի պատվեր ունեցել եմ Արարատի մարզում, մի պատվեր ունեցել եմ օրինակ Մարտունիում ու հասկացել եմ, որ այդ ճանապարհը շատ կարևոր է, այդ իմ գործի շրջանակներում, բայց պատկերացրեք շատ ու շատ մարդիկ էլ ուրիշ բարեկամություններ ունեն, բաներ ունեն, կապը լավ է, էլ այդ ճանապարհը որ լինի, իսկ աչից հիմա հովիտ է շատ գեղեցիկ, ձնալի հետևանքով կանգնեմ նկարենք, հա, դրոնով։ Վարդանը որոշեց դրոնով նկարահանի, մենք մի քիչ ուշանում ենք պատվերից, բայց ոչինչ, կանգնենք կնկարենք երևի։ Կաղա հետ գալուց նկարենք Վարդան։ Արի հետ գալուց նկարենք, որովհետև ես թվում է ավելի ճիշտ կլինի, բայց սիրուն է, էլի դու նկարի ինչ որ հիմա կարաս, հետո հետ գալուց դրոնով անպայման կֆիքսենք։ Այսպեսի նկարի այս պատերը, տեսեք ընկերներ ճանապարհը սարքելուց մեր շինարար բարեկամները ինչ գեղեցկություն են ստացել, այս չկար, տեսեք նոր են քանդել ու ինչ սիրուն է, քարեր, ուղղակի քարեր են, բայց շատ գեղեցիկ կարծես քանդակագործը քանդակած լինի, այս պատեր չկան աշխարհում, սա մեր բնությունն է մեզ համար ստեղծել, որ տեսնես հիանաս, ոգևորվես ու շարունակես ճանապարհը։ Իսկ հիմա կինոյի կով ենք ցույց տալիս ձեզ, տեսեք ալակ բալակոկով է մարգագետիններում արոտ անում, եթե կուզենաք կաթնամթերքի բիզնեսով զբաղվող մարդիկ, եթե կուզենաք լավ տեսահոլովակ նկարել, եկեք Գեղարքունիքի այս հատվածը, Վարդանյանց Լեռնանցք չհասած Երևանի կողմից, կտեսնեք այս գեղեցկությունը ու այստեղ մի հրաշալի տեսահոլովակ կնկարեք։ Հիմա տես կամուրջը, բանի Մետաքսի ճանապարհի կամուրջի մնացորդներից է։ Տեսեք, 1, 2, 3 Մինչ օրս աշխատում է, պատկերացնում եք, դարերով կանգուն է, մեր ինժեներները տեսեք այն ժամանակվա ինչեր են սարքել ու մինչև հիմա այն գործում է եւ մեզ հիշեցնում մեր հզորության մասին։ Հավատացեք, մի կամուրջը անգամ կարող է մեզ այնքան ուժ տալ, որ ոգևորվես 100%։ Այս եղանակին մի քիչ բարդ է այս դաշտերով մեքենայով շրջելը, պետք է տեղացի լինես, իմանաս որտեղից ես երթևեկում, որովհետև այս ջուրը շատ է, հողը շատ փխրուն է ու շատ հեշտ է թաղվելը։ Այնպես որ եթե կգաք այս կողմեր կուզենաք այդ սարերի վրա մագլցեք, անպայման տեղացիներից վերցրեք ձեզ հետ, որ նրանք ցույց տան որտեղով երթևեկեք։ Սարերը գեղեցիկ են, հարթ, բայց լիքը անհարթ գաղտնիքներ ունեն, որ մենակ տեղացիներն են տիրապետում։ Այս հենց Ամազոնի ջունգլների գաղտնիքն է։ Օրինակ Ամազոնի ջունգլներ չես կարող ուղղակի դու քո համար գնաս մտնես, որովհետև ընդ լիքը փորձություններ կան, որ պետքա տեղացիներից մարդ լինի հետը, որ ասի Եղեղոս ընդեով մի քայլի, օծը կելնի կուտի քեզ։ Ամազոնում ամենամեծ անակոնդաներն են ֆրֆռում 15 մետր հասնող մինչև։ Տեսեք վերջին ձնաբուքի հետքերն են, ձնաբուքի հետքերն են, որոնք վերանում են քիչ-քիչ։ Մեր շինարարների ճղած սարն է կադրերում, տեսեք լիճ է գոյացել, այս լիճը, այս գոգավորությունը սարքել են, որ ձյունը այստեղ գար ու չլսվեր ճանապարհ, բայց այս տարի այնքան ձյուն եկավ, որ մենք նկարել ենք այդ ամեն ինչը, կարող եք մտնել տեսնել, այդ ձյունը այնքան շատ էր, որ մեկը այս գոգավորությունը լցրեց, վերես լցեց ու հելավ էլի շարունակեց իր ավերածությունները, չարաճճիությունները։ Բարեկամներ կադրերում մարմաղանն է, ինչպես տեղացիներն են ասում, եւ արմաղանն է, ինչպես որ ընդունված է մնացածի համար ասել, բայց քանի որ ես ինձ համարում եմ տեղացի, կասեմ մարմաղան Սուրբ Լեռն է մեր կադրերում, հրաբխային ծագում ունի, որը իր վերևում ունի լիճ, լճի կողքին նորակառույց եկեղեցի, բարերար է ազգային կառուցել, որպեսզի այնտեղ հասնող մարդը նաեւ վերևներին ավելի մոտիկ լինի, ավելի մաքուր էներգետիկ դաշտում աղոտ քանի ու մոմ վառի։
Այնտեղ մենք բարձրացել ենք, ունենք նման տեսանյութ Արմաղան անունով, կարող եք մտնել նայել։ Մինչև որ այս տարի հենց ձյունը լրիվ հալվի, նոր բարձրանանք, որովհետև մանդ է ահա որ ցեխ է։ Ասենք այս պայդրությամբ ընդ է որ ավտո էլ գնա, պետք է չգիտեմ ինչ ավտո լի, որ կարողանա գնալ, որովհետև ձյուն է, ճանապարհը նայեք, ձյուն է։ Այնա երևում է, չէ՞։ Այնի ճանապարհն է, էլի ձյունը ամբողջովին, մինչև կհալվի ձյունը ու կկարողանան գնալ ու փորձել մագլցել, հաղթահարել։ Այսքանը Արմաղանի մասին, Մադինա գյուղն է նրա պահապանը եւ իհարկե Լեռնահովիտը, Լեռնահովիտներ գյուղը, հա? Լեռնակերտը։ Ընկերներ, մի խոսքով հիմա Գեղարքունյաց աշխարհը թե Սևանի հարցերով, թե բնության հարցերով ամեն ձև պշնվում ու զարդարվում է ու սպասում է ձեզ, անպայման եկեք, ով այսքան ժամանակ չի եկել, թեկուզ այն ժամանակվա մարդիկ շատ են կարտոլի համար եկեք գնացել, բայց հիմա առանց կարտոլի պահանջմունքի էլ եկեք, տեսեք ուազը կարծես թե խրվել է, հա? Խրվել է, կա այդան քաշենք, թե հա չէ բան են անում, հենց դիրք են ընդունել, որ կովերին իջացնեն կամ բարձեն։ Բարեկամները հերվում շողում է Սևանաթագուհին, վերևում ամպերն են, հարստացնում են Սևանաթագուհուն, երկնքից տրված ջրով, անձրևի տեսքով, անձրևում է հիմա Սևանի ավազանում։ Իսկ մենք այս գեղեցիկ համայնապատկերի միջով սլանում ենք Porsche Cayenne մեքենայով, որը հեչել վեջին չի գնում, ուր ուզես, երբ ուզես։ Գնանք հասնենք Ծակքար։ Գեղեցիկ է, հիանալի։ Գիտես չէ, հիմա մենք կարանք Մարտունիով չմտնենք, մտնենք Լեռնակերտով, Մադինայով, տենց իջնենք գետաշեններով գնանք։ Բայց մենք կգնանք Մարտունիով։ Բայց նկարի էլի Մադինան ու Լեռնակերտը։ Մեր գյուղերն են, էլի, մեր հարուստ գյուղերն են։ Եվ ասեմ ձեզ, նշեմ անպայման այդ պահը, որ Գեղարքունյաց աշխարհում գյուղերը համեմատաբար ավելի քիչ են դատարկվում եւ ավելի շատ են ծաղկում, ինչը գովելի է։ Ուզենայի, որ բոլոր մարզերը այդպես լիներ, իսկ Գեղարքունյաց աշխարհը իր տեսքով, իր բնությամբ ու ապրելակերպով նման չի ոչ մի մարզի մեջ, ինքը իր առանձնահատկությունն ունի հենց առաջինը Սևանի շնորհիվ, երկրորդը այստեղ բնակվող հզոր ժողովրդի շնորհիվ ու բարի, տենց հյուրասեր ժողովուրդ են, էլի, շատ եմ սիրում ես, դրա համար ինձ երբեմն համարում եմ մարտունեցի, գեղարքունիքցի, որովհետև ստա անուշ աղբերները շատ են։ Ու այն հին հայկական համն ու հոտը պահելա ձևը վարքագիծը մնացել է առավել շատ, ընդգծված։ Արևմտյան Հայաստանից են այստեղի մեր բարեկամները եկել, Ալաշկերտից, Մուշից, եկել ու վերաբնակեցրել են մեր այս գեղեցիկ հողերը։ Ծիծեռնակասարն է կադրերում, ճիշտ է, ծիծեռնակը հիմա մի քիչ է նշմարվում, բայց այն կա։ Ոչ սիրուն տեսարան, աստում է լավ հանգստյան տունը լինի, սենց այս տեսեն սարկած, այս տեսարանով, այդ է ճոպանուղի լի, պրյամո Սևան իշնող, ոսկի Գեղհովիտի Մարտունու վրայով սենց ճոպանուղին գնա հասնի ապ, ինչքան լավ կել։ Մեգապռայքները մլի առաջարկում միլիոնատերները որ տենան, ասեն արա ճիշտ ասում, կարելի է այդի կազմակերպել։ Իմ սիրելի օջախը արդեն կրիշ ունի։ Ու ասեմ ձեզ, որ ես ուրախացա, շատ ուրախացա։ Եթե նայեք մեր հին տեսանյութերը կտեսնեք, այս օջախը կառուցելուց մենք միշտ նկարել ու անցել ենք։ Նոր տեսա ուրախացա, շատ լավ է։ Բարեկամներ, ահա հասանք մեր այսօրվա նպատակակետի առաջին փուլին։ Ես սիրում եմ Ծակքարը, գրությունն է այնտեղ, առջևում գրված է բարի գալուս Ծակքար, Ծակքար, հայեցի անգլերեն են գրել, լավ է, մի հատ էլ ստեղ ունենք Ծակքար գրած, Ծակքարցիները շատ են սիրում իրենց գյուղը, այդ իսկ պատճառով էլ ամեն անկյունում գրված է Ծակքար, եւս մեկ Ծակքար է գրված, այս էլ պետականորեն եւ իհարկե ասֆալտաթմբիկը. Եվ մենք զանգենք մեր անուշ աղբորը, Նարեկին, ասենք Նարեկ ջան, մենք գտնվում ենք հիմա Ծակքարում։ Ծակքարը գեղեցիկ գյուղ է, բարեկամներ, ուղղակի անձրև է գալիս, մենք մտածում ենք դրոնով կնկարենք, այն էլ ոնց նկարես այս եղանակին։ Նկատենք, որ Ծակքարի գյուղամիջյան ճանապարհները նույնպես ասֆալտապատ են եւ սա վաղուց է, այնպես չի, որ նոր Հայաստանի ասֆալտ է, այստեղ միշտ մեր հարգելի գյուղացիները, ով
ախպեր, բայց բան հարուստներն են, չէ՞ անում։ Հա, հարուստները, ովքեր դզվել են, լավ գործերի տեր են, իրենց գյուղի մասին մտածում են եւ ասֆալտապատում են։ Տեսեք ինչ անմոռուկ չէր, էսի, բայց դեղին սիրուն ծաղիկներ էր։ Հա։ Հիմա իշտնում ենք։ Ուղիղ գնամ թե ձախ։ Ուղիղ, հա։ Հա, կարմիր կրիշ ենք ասնում։ Ախպեր, թորների ու որդու ընտանիքի կողմից, էլի Վաչոն որդին է, չէ՞։ Ահա, դե էստե հարմարեցնենք մեր կանգառը, իշենք պատրաստենք ու գնանք։ Բարեկամներ, մենք հիմա ծակքարում ենք, ասեմ ձեզ, որ այստեղ բավականին ցուրտ է, բայց ես քանի որ տակարյուն եմ, ասենք Նարեկի պես կուրտկա չեմ հագել։ Իմ վեջին չի։ Գնացինք հիմա մեր վետերան, 3 պատերազմ մասնակցած Աղվան պապիկին շնորհավոր եմ։ Գնում ենք հիմա հզոր պատմություն ունեցող մարդու անձնավորության ծննդյան օր շնորհավորենք։ Աղվան պապիկի ծնունդն է այսօր ու նրա որդին ու իր ընտանիքը միասին որոշել են շնորհավոր։ Հյուրեր ունեք ախպեր։ Լսել եք տեղն, հա։ Ջան, Աղվան պապի ծննդը շնորհավոր։ Եկել եք ես ուրախացնենք մատ ծափերով կարա տա։ Ես մեծ ախպեր։ Ես գիտեմ դու ուժեղ կրված տղա ես, այն թվերից էլ։ Ծնունդդ շնորհավոր եկել ենք քո 90-ամյակը շնորհավորենք մեծ սիրով։ Քեզ ուրախացնենք, սեր ու հարգանք ցույց տանք։ Ու ասենք որ քեզ շատ սիրում ենք։ Ես էլ եմ քեզ սիրում արդեն, հա։ Եկա հասա քեզ իմացա որ դու հզոր մարդ ես։ Եկել ենք շնորհավորենք ծնունդդ քեզ լիքը լավ բաներ մաղթենք, առողջ լինես, սիրված լինես միշտ։ Եկե գաղտնիքներն ասես ոնց անենք մենք էլ մինչև 90 տարի ապրենք։ Էտա։ Դե ավելի լավ։ Դե մոտ երազանք պայ փչիլ տենակ ինչ ալնում։ Փչի։ Ապրես, մի հատ էլ ծափեր տանք, քեզ քաղցրություն ենք բերել, շնորհակալություններ ենք բերել, գիտես որտեղից։ Ռուսաստանից է, Ռուսաստանով ունես, շատ մարդ ունես։ Հմեն էլ Ռուսաստան են, դե ասեմ որ ում կողմից, քո Վաչո տղայի ընտանիքի կողմից, թորների ծորների կողմից, քեզ շատ սիրում են, դե ես քաղցրությունը կարաս վերցես, այլ տենամ թե վեր ուժը տեղն է, հա տենց ես վերցում, ջան, դզեց, էզի, դե լավ, ես դնեմ ստեղ, քեզ բերել ենք նվերներ, շնորհակալություններ, քո Վաչո որդին շատ հպարտ է որ դու ես իրա պապան ու քո բոլոր երեխաները դրա համար քեզ մեծ լավ նվեր են ուզում տան ասում են սիրում ես ժամ հա քեզ ժամ ենք բերել գիտես ինչ ժամ է ասի իրա հացուրկայի բանում ժամ է որ քո թևին հարմարացնես հա ծննդդ շնորհավոր ասում են հողմող ես մշակում հա հող ես մշակում հիմա հող Հաղող ինչ ես անում, ստե որ կարտոլը կա, կանեպը կա էլ ինչ բան ես մաշակում խաղող, դե ես նվերդ վերցերու, ես պարքեվատրումն է, էլի քո որդու կողմից քեզ շատ սիրում է, այս ժամը կկապես քո համար կֆրֆռաս, լավ ժամ ենք բերել քեզ, ու իհարկե, ծորդ քեզ նվիրում է այս կոնյակը, հələ նայ, եսի հատուկ քո համար կոնյակ, հələ այս պահին նայ դուրդ գալիս է, տենը մեզ ով աստե ինչ ուժեղ տղա է Հա? Քո նկարն է, հա, քո համար կոնյակ է։ Չէ, եսի պետք է պահես, որ գան ձերոնք։ Վաչո, որդիդ գա, իրար հետ բացեք խմեք։ Ես եմ մտե չվախենաս։ Բա, վախեցար վերջը, հա։ Առողջ ես, լավ ես։ Քեզ շատ սիրում են, ասես ուժեղ ես միշտ, դու լավ օրինակ ես քո ծերունների համար, քանի ծորը թոր ունես, հա, չես է հաշվել, քանից են, դու ասե, 5 տղա ունես, հզոր, բանակ ունես էլի, դե հաճելի է շատ, բարև ձեզ, ես ինչ եք, այդ գնացել եք խաշլամա բերեիք, պապի համար, պապի ծննդն եք նշում, դե, Ինչ ունես, հələ մերկու բան ես, չխոսացիր վապշե հետս, ասի ինչ անենք, որ 90 տարի ապրենք։ Ինչ որոշեմ ասել։ Մե ինչ կուզես աս, ինչ էլ ասես հավատալու են։ Արա խմեն։
Արաղը խմեն, պսակվեն, երեխեք ունենան, հողը մշակեն, կռիվելի էթան կռվեն, հա, որելի էթան, հա, ուժեղել են, էլի, հա, էլ սաղ ասած, մեզ խորհուրդներ տվեց, դե հել եմ այդ պաուզա, նկենտենանք, Ռուսաստանց են զանգ է, հա, ասա պապի հետ նստած ենք, աղպեր, հրը, ընտնամ, սենց հա, այս ձերդ բեր, այսի բեր, այս ընց անենք, հլը, ժամըտ կապենք, որ ժամադերություն ունենաս չուշանաս, էլի, այս մանկաս թե, հա, կարող ա գիտես, չէ, ես տարծպես ես յան ցելաֆոն չկա, կայն ասում, լավա դուրդ գալիս, հա, ուժեղ, հա, ես էլ մատանի է, հլը տենակ ես էլ նմա մատում, հլը գողական բաներ ենք է բեր է կեզ, չի ուզում, ոչ չի ուզում աղբեր, մենք դնում ենք, այսենց ես մատիտ դնենք, չէ, այսենց էլի, ահա, են է կրսկանշանն է, էլի, հա, ունի, էլի, ինքը իսկական ունի, լավ լես մեծ աղբեր, այսպես միշտ ուժեղը լես, դե թո պապին նստի, պապի գլխավորության, որդ է անստում, ստե, թե, արի ստե նստի, արի, ես կաշել եմ քո աթոր, արի, դե անես ուզում նստես, դու նստի, որ մենք են նստենք, թե չէ ամութ ենք անում, որ նստենք կեզնի չու, անուշ խմես, լավ լնես, առուշ, կարևորը սիրված ես, կեզ շատ են սիրում, դու իրանց հարստությունն ես, գիտես չէ, հիմա Ռուսաստան սաղոր գելուխա գովում ասմա պապիս 90 տարեկան, մեր մեծ աղբերը, մեր ասողը, խմավ, դու էլ խմի, պապին կան մտել, սենց կտոկանք, մատ կարտոլ տանք պապին, աղբեր ես բան է, ես հատուկ պապի համար է սարկած, որ պապին կարանա ուտի ու լավ էլ ուտում է, հենա դերել եմ, այս ես կան անանեմ, հաջան, հաց, կան հաց էլ հանեմ, հենա հանեց հացը, հա, լրդի մենք ուտում ենք, մենք կաշվել չունենք, հենա պապի հետ հաց ենք ուտում, հաց է ուտել, պապի, բա որդ ես ծառա է սովետի վաղտով, Կուրգան, արին 90 որ մինուս ենք անում, հիմա 35 տիպ, 10 համաշխարհային վաղ 10 քան տարեկան, 10 քան տարեկան ես էլ համաշխարհային պատերազմի վաղ, պապի սող սիրում ես, հակը սիրաս հաստատ, որ դու 90 տարի ապրել ես, ում սող կերել ես, աղբեր ես պապի կողը նստած ուտում եմ, դու չես տենում, բայց ես լավ ուտում եմ։ Դու էլ ապր ես աղբեր, որ բերի պապի հետ ծանոթացել իր աղման պապի։ Նստի էլ են չես կային, նստի էլ է կողս։ Աղբեր, բապշե 95-ից սկսած արդեն ռեստորան։ Հələ սաղատ է գա կողել եք ենքան կուրախանա, հիմա ուրախացել է, ասես հեռախսով տենում ուրախանում է, բա որ կողել եք իշկան կուրախանա։ Ուրախ ես, չէ։ Ուրախ ես, չէ։ Հա։ Այդանք ես որ սևան իրար հետ։ Մրան գլողն են։ Ծուրտա, բայց գիտեմ, որ կով էջին չի, ուտենամ, արխային։ Ձերով էց, կան հացն կոր, այլ է զանենք նայեսը, կաղ այս սրան իստամ, ուսի լավ էլ էլա, շատ լավ սարկել են ամեն ինչը, քո խատել, պել կոսյաց կարտոլիս կեր էլի, արկել, առող ջլնես միշտ մեր կողքին լնես, ու կեզ երկար տարների կյանք լնի, պապի ջան, միշտ առող ջլնես, ամփորձանք։ Ապրես, ատկո ջան, միշտ ենք Կեզ նայում են ուժեղանում են։
Այլն մենակ այս հանգիստ էլ նստես, տենան ուժեղանում են ու Դել աղբեջան, ապրեք աղբեջան, շատ շնորհակալ եմ դեդան։ Հեսա քեզնից աղբերս, լավ լնես, այս ես միշտ պապին հարգով, լավ պապի ունես, խորիմաստ, խորաթափանց աղբեր։ Ապրեք աղբեջան, ապրեք աղբեջան, նամիշ հարեք։ Խասկե։ Որոքի։ Անի արագաուտում չես տենում։ Անգիդես ինչ ուտողա։ Լավ։ Ոնց արագ գտնում որ մարշտել է ինչքան կերա։ Ար։ Ապիտո էտա։ Հյուրերը կան, չէ՞ գիշեր, հա, պիտի գան։ Ով եկավ ախպերս սա դա մենս հարարոշը բացավ գալիս է թողը։ Պապին խմա կոփե։ Ծախողես դու պապի, թե չէ։ Папи вообще читает. Լավ արել, դու էլ չես տվում, չէ։ Դու մեկ-մեկ էլի, հա, կամ ես էլ մեկ-մեկ։ Ծախում ես։ Ծախով ես։ Ինչ աղբեր։ Ծախով ես։ Պապին չի ծախում, էլի դրա համար։ Ձեզ այնց իսկապես շատ համով էր ամեն ինչ։ Ձեր գիտելիքները փոխանցեք ձեր դստերը, որ ինքդ ես համով կարողանա սարքել ամեն ինչը, շատ լավ էր։ Դե լավ մնացեք, ոտներս խերով ձեր օջախ։ Սիրուն տեսարանա։ Դաշտեր, հա։ Գետը հիմա շատ է, չէ՞։ Ապեր դրոնը հան ծակարով դուրս գանք։ Բարեկամներ, իսկ մնացած կադրերը կվայելեք դրոնով։